العادلة والقانونية. من هنا من ساحة البرج ومن جوار تمثال الشهداء في العاصمة اللبنانية بيروت، حيث أعدم المناضلون العرب وحتى النصب التذكاري للإبادة الجماعية الأرمنية في زيزرناغابيرت في يريفان، نعلن باسم هذا الجمع الذي يجسد الإرادة الجماعية للأرمن في لبنان العزيز أننا مجتمعون من جديد في وجه كل من راهن ويراهن على عامل الزمن، ظنا منه أن إرادتنا ستضعف أو أن مطالبنا ستتراجع أو تنسى أو أن نضالنا ونضال باقي الشعوب التي أبيدت وظلمت سيقوض. أيها الحفل الكريم، إن التطورات الأخيرة في المنطقة وإعادة تموضع القوى وتنامي دور وتأثير تركيا بقيادة إردوغان تضع مسارنا النضالي والمطلبي أمام معطيات وظروف جديدة. ولتجاوز هذه المرحلة فإن أقوى أسلحتنا وأكثرها تأثيرا هو اليقظة القصوى إلى جانب الوحدة السياسية والوطنية. وليعلم الجميع أن نضالنا ليس موجها ضد أي شعب من الشعوب أو أي دين أو جماعة. ونؤكد مرة أخرى أن نضالنا هو نضال إنساني شامل، فقضيتنا ومطالبنا تتقاطع مع مطالب جميع الشعوب التي حرمت من حقوقها على أرضها وعلى أرض أجدادها. من هنا فإننا متضامنون مع كل الشعوب التي ظلمت على مر التاريخ وما زالت تبحث عن الحق والعدالة وتناضل من أجلها. نحن نعلم يقينا أن جميع الشرور تنبع من نفس المكان والمصدر، فأرواح شهداء جريمة الإبادة الأرمنية تأمرنا وتحثنا على الاتحاد والتضامن ورص الصفوف نصرة للحق ورفضا للباطل. Հարգելի բանջարներ հայորդիներ, Գարգին հավաքված ենք ոգեգոճելու անցյալ տարասկզբին առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին Էթիհադի իշխանություններու կողմէ ծրագրավորված եւ իրագործված հայոց ցեղասպանության 110-ամյակը։ Միևնույն ադեն գեհիշենք նույն ժամանակաշրջանին նույն ոճրակորձ գազագերբության եւ նույն քաղաքական մղումներեն մղված ասորի եւ քաղաքացի ժողովուրդներուն դեմ գործադրված սեյֆ օսմանները, ինչպես նաեւ Սուրիո եւ Լիբանանի արաբ ժողովուրդներուն դեմ իրականացված բռնությունները, արհեստական սովը եւ ցեղասպանությունը։ Այս եղեն Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նահատակած հրաբարագեն, ուր իթիհադականներու ցերկով արաբ հայրենասերներ գախաղան բարձրացվեցան, մինչև Երևանի հայոց ցեղասպանության հուշամալիրը Ձիզեռնագաբերդ։ Լիբանանայության հավաքական գամքը ներկայացնող այս համախումբին անունով կհայտարարենք, որ գրգին հավաքված ենք ի հեճուկս բոլոր անոնց, որոնք գրավ դրած էին եւ կշարունակեն գրավ դնել ժամանակի տավալումին վրա, կարծելով թե մեր գամքը պիտի դգարանա, մեր բանջարությունը պիտի հավաքի կամ մոռացության պիտի մատնվի եւ մեր ու նահատակացված ժողովուրդներուն մղված պայքարը պիտի խաթարվի։ Հարգելի բանջարներ հայորդիներ, տարածաշրջանային վերջին զարգացումները, ուժերու նոր դասավորումները, Թուրքիո թերագադարության եւ աստեցության աճը մեր բանջարական գործընթացը կտնեն նոր իրադրություններու դիմաց։ Այս հանգրվանը հաղթարելու համար մեր ամենաաստեցիկ եւ հզոր զենքը առավելագույն սկոնությունն է, ինչպես նաեւ քաղաքական եւ ազգային միասնականությունը։ Հարգելի ներկաներ, անգամ եւս կշեշտենք, որ մեր պայքարը համամարտկային է։ Մեր բանջարության մասը կգազմեն բոլոր իրավազրկված ժողովուրդներու իրավունքներու պահանջները, որովհետեւ կհավատանք, որ բոլոր ճարիքներուն արմատն ու աղբյուրը մեկն է։ Հետևաբար, մեր սրբատասված նահատակները մեզի կհրամայեն միասնականություն
իխնդիր կերակույն շահերու հաղթանակին։ برنامجنا الليلة سيسير على النحو التالي: كلمة الأحزاب الأرمنية الثلاثة باللغة العربية يلقيها ليون بارسيغيان. فيديو الوثائقي الأول: تاريخ الاعتراف بالإبادة الجماعية الأرمنية. كلمة الأحزاب الأرمنية الثلاثة باللغة الأرمنية تلقيها لويزا بابويان. الفيديو الوثائقي الثاني: تصريحات شخصيات عالمية حول الإبادة الجماعية الأرمنية، تلاوة بيان المشاركين في الذكرى باللغتين العربية والأرمنية، برنامج فني فرقة شنور هالي، الأغاني هايورتيك، زارتير لاو، خاني هشاداغين وكيبور تشاوشي هشاداغين، الختام بنشيد النصر سارتراباد. Այսօրվա հայդակիրը պիտի ընթանա հետևյալ կարգով. Արաբերեն խոսք Լեոն Պարսեղյան, առաջին դեսերից հայոց ցեղասպանության ճանաչման պատմություն, հայերեն խոսք Լուիզա Բաբոյան, երկրորդ դեսերից հայոց ցեղասպանության մասին համաշխարհային թեմքերու հայտարարություններ, միացյալ հայտարարություն արաբերեն եւ հայերեն, գեղարվեստական հայդակիր շնորհալի երգչախումբ, երկեր հայորդիկ, Զարտիր լաո, խանի հիշադագին և կևոր չավուշի հիշադագին, պագում սարտարաբադի հաղթերկով։